Մեկ էլ լսում ես, որ բողոքում են տաքսուվարորդները։ Ինչի՞ց են բողոքում տաքսուվարորդները։ Ասում են մեզ է ներգրավեք առողջության ապահովագրության համակարգ։ Սրանից ավելի լավ գնահատական կարծում եմ գոյություն չունի։ Մենք ստացել ենք մի վիճակ, երբ որ առողջական պրոբլեմ ունեցող մարդու մահճակալի կողքը հարազատի կարգավիճակով նստած է իր պետությունը։ Սա բացառիկ դեպք է, երբ որ մարդը հիվանդ է, իր կողքը կա մի աթոռ, որին նստած է իրան ամենահարազատ մարդը։ Առողջության ապահովագրության համակարգը այդ աթոռը դրել է կամ երկրորդ աթոռն է դրել առողջական խնդիր ունեցող մարդու կողքին եւ այդ աթոռին նստած է իր պետությունը, Հայաստանի Հանրապետությունը, որը իր կարիքները հոգում է, եւ ես այն չի համար եմ ասում, սա շատ բարդ բարեփոխում է, ճիշտ է, գոնե միջև այդ պահը մենք կառավարելի տրամաբանությամբ գնում ենք առաջ, բայց մենք այս բարեփոխումը պետքա փայփայենք ուղղակի։ Մենք այս բարեփոխումը պետքա փայփայենք, շատ ամենօրյա խնամք տանենք բարեփոխման նկատմամբ, որպես ինքը զարգանա, որովհետև մենք նաև Հայաստանում դառը փորձեր կան, որ առողջության ապահովագրության համակարգերը ներդրվել են եւ կեսից չեղարկվել են, իհարկե այս դեպքում մենք վստահ ենք, որ դա տեղի չի ունենա, բայց նաև կարևոր է, որ մենք այս փուլից սկսած որակի ոչ թե անկում ունենանք, այլ շարունակական բարձրացում ունենանք։